Այս տարի համընկել են հայոց հին եւ նոր եկեղեցական տոմարները եւ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը Հարության տոնը տերունակող վայրերում նշել է ապրիլի 20-ին, ինչպես հայ առաքելական ողջ եկեղեցին։ Ավագ շաբաթօրը դեպի Հարության տաճար է ուղղվում Հայոց Թափորը։ Այդ օրը Հայոց Թափորը 2 անգամ է հանդիսավոր կերպով մուտք գործում Հարության տաճար։ Փրկչի գերեզմանն է գտնվում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, որը կառուցվել է 4-րդ դարում Հեղինե Թագուհու հրամանով։ Դարերով մշակված արարողակարգի համաձայն հայերն առաջինն են ճամփա ընկնում դեպի սրբավայր։ Նույնչափ վաղեմի եւ հին է դուռը բացելու կարգը։ Հարյուրամյակներով տաճարի բանալին պահվում է մուսուլման արաբ մի ընտանիքում։ Երբ բանալին բերվում է դռան մոտ, դուռը բացում է մեկ այլ արաբ ընտանիքի ներկայացուցիչ։ Այսպես արաբների օգնությամբ Սուրբ քաղաքում պահպանվում է սրբավայրերում ծես մատուցելու հերթագայության համար հաստատված ստատուս քվոն։ Անխախտ արարողակարգը պահպանում է տարբեր կրոնական համայնքների միջև բարդ հավասարակշռությունը։ Ավանդույթի համաձայն դուռը ներսից դարձյալ հայ հոգևորական է բացում։ Ներս մտնելու պես հայ հոգևորականներն ուղղվում են դեպի տաճարի հայկական մաս։ Տոնական օրերին տեղի է ունենում նաև Երուսաղեմի հայկական կառույցների սկաուտների շքերթը։ Հայկական դրոշներով զարդարված հայ պատանիները սկաուտական քայլերթային մեղեդիներ նվագելով ուղեկցում են հոգևորականներին եւ ուխտավորներին։ Այս տարի թե աշխարհականները, թե հոգևորականները կրել են նաև Արցախի դրոշը։ Երուսաղեմում էր գտնվում նաև Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ավագ շաբաթօրը արարողություններ են տեղի ունենում թե տաճարում, թե հայոց վանքում։ Քրիստոսի Հարության տաճարում տեղի է ունենում Սուրբ կրակի լուսահանությունը։ Ավանդույթի համաձայն կրակը դուրս է բերվում Փրկչի գերեզմանից։ Հազարավոր քրիստոնյաներ են ուխտի մեկնում Երուսաղեմ Հարության տոնը նշելու։ Հատկապես այդ օրը տաճարը լեցուն է ուխտավորներով։ Սուրբ կրակը կամ լույսը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Լուսահանության արարողության ժամանակ տաճար է բերվել նաև Արցախի դրոշը։ Ապրիլի 20-ի առաջին ժամերին կեսգիշերից հետո Երուսաղեմի հայոց վանքի միաբանները հանդիսապետությամբ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանի կատարել են իրենց առաջին մուտքը Սուրբ Հարության տաճար։ Քրիստոսի խաչելության վայրում Սուրբ Գողգոթայի վրա աղոթքից հետո միաբանությունը բարձրացել է հայոց երկրորդ Գողգոթա վերնամատուռ, որտեղ կատարվել է գիշերային ժամերգություն։ Լուսադեմին առավոտյան ժամերգության շարականի երգեցողությամբ միաբան հայրերը եւ ժառանգավոր սաները թափորով վերնամատուռից իջել են եւ սկսել եռադարձ թափորը Քրիստոսի Սուրբ գերեզմանի շուրջ։ Թափորին մասնակցել են նաեւ Երուսաղեմում հայոց հետևակ Ղպտի եւ Ասորի եկեղեցականները։ Առավոտյան տեղի է ունեցել հայոց երկրորդ մուտքը Սուրբ Հարության տաճար հանդիսապետությամբ հայոց պատրիարքության լուսարարապետ Սևան arczepiskopos Ղարիբյանի։ Զատկական պատարագ է մատուցվել Քրիստոսի Սուրբ գերեզմանի վրա։ Պատարագել եւ քարոզել է զատկական տոների առթիվ Սուրբ Աթոռ ժամանած Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը։ Պատարագից հետո միաբանությունը եւ ժառանգավոր սաները թափորով եւ երգեցողությամբ վերադարձել են Պատրիարքարան։ Հերմինե Հակոբյան, Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյան, Եկեղեցական կյանք։